Բհեկեի ենթադրյալ ընտրակաշարքների վերաբերյալ Դա վախի մթնոլորտ է դարձում, բացառված է գումար որց է մեկը մեկը Սա վախի մթնոլորտ է վախենալով, որ իրանք ձայն չունեն, ուզում ժողովրդին վախացնեն, ժամանակալ, որ իրենք չաշխատեն, քարոզություն չանեն։ Դուք բացառում եք, որ ընտրակաշարք եք արժանանում։ Մենք են ով պետք է բաժ, ես մի հատ հասկանում եմ, ինչ հեքիաթներ է։ Ով այդպես բան, տեսած լինի, որ մենք ընտրակաշարք բացառված է, չկա այդպիսի բան։ Դա շանտաժ է, սարքոցի, ինչ որ մարդը ասում է դու քանի մարդ կարած բերես ոնց է քո վստահությունը, ասում է կփորձեմ տեսնեմ, բայց գումարի մասին խոսակցը ամոթ է, դա շանտաժ է, վախի մթնոլորտ է, ուրիշ բան չեմ կարող ասել։ Պարզապես նախորդ ընտրություններին պարոն Ծառուկյան, ձեր թիմակիցներից մեկն էլ անցնում է Սեդրակ մուլտիգրուպի տնօրենը, հա, անցնում է։ Կանգնեք թող մի հատ մոտենա։ Կանգնեք։ Եղբայրը, համար Ծառուկյանը արդարացել է, դու ես։ Արդարացավ Ծառուկյանը։ Ուր է, բայց ձեր թիմակիցը շարունակում է դատվել։ Եղբայր ջան, ես նորից եմ ասում, այսօր բոլորը դատվում են, բոլորին վախացնում են, պարկասնել, խփել, խլել, ժողովրդի մոտ ատելություն, սարքել, այսօր ժողովուրդը այս վիճակով չի կարա ոչ բան, պետք է հաշտություն, համերաշխություն, այսօր կա 70-80 կուսակցություն, բոլորս հայ ենք, մի ազգ ենք, բոլորին հետաքրքրում է, որ ունենանք երաշխավորած խաղաղություն, զարգացում, բարեկեցիկ, բարգավաճ կյանք, նույնը դա չես ուզում դու, անկախ նրանից ով կլինի հիմնական կառավարության ղեկավար, ճիշտ է թե ոչ, քո ուզածը որ խաղաղություն լինի, զարգացում լինի, անվտանգ լինի, բարեկեցիկ կյանքով, ճիշտ է թե ոչ։ Դրա համար դուք որ խաղաղություն չի ուզում, ես հարցնում եմ ձեր թիմակիցը նախկին ընտրությունների Դուք գնացեք իրեն հարցեք, ես քեզ ասեցի, իմ անունը գրած է եղել, որը ինձ արդարացել են, որ ես ոչ մի կապ չեմ ունեցել։ Կարող է ձեր թիմակից առանց ձեր իմացության բացառված է, չկա չի բան։ Դա հիմա այս Բայց թող հասնեմ, հո։ Բայց թող կաննո։ Ես իրանք են գալիս։ Հրա չեն ես։ Բանավեճին չմասնակցելով այսօրվա արդյոք ցույց չեք տալիս կամ այն կարծիքները չեք վերահաստատում, որ խուսափում եք Նիկոլ Փաշինյանի հետ դեմարդեմ հանդիպումից։ Այսինքն ինչ ես եմ խուսափում։ Դե գնացեք ինչ կասեք դիմաց։ Բայց կարող է չեմ ասում, հիմա այսքան մարդ ստե հավաքվել են, որ լիարժեք ասենք թե ինձ են սպասում իրենց ղեկավարին։ Ես առանց ինձ կլներ այս բանը։ Որ դա մենք ամիս առաջ ենք մենք որոշացել է, որ այսօր մենք պետք է կազմակերպում մեծ հանրավար։ Չեք կարծում, որ ձեր քվեները կնվազեն լիդերների բանավեճին ձեզ չտեսնելով։ Մեր քվեները երբեք չեն նվազի, այլ արժեք մեր քվեները կան, ժողովուրդը սպասում է, գիտեմ որ Ծառուկյանը իր խոսքի տերն է, ինչ որ ասել է, դա իրականություն է դարձելու։ Այսօր ժողովրդի խնդիրը, պրոբլեմը, ուզող հարցերը ասել եմ եւ ասեմ, որ իմացեք հնարավորության դեպքում, որտեղ անմիջապես դա լուծելու ենք, այսքան բան։ Պարոն Ծառուկյան, ընտրություններից հետո կմնաք Հայաստանում, եթե իշխանության չգաք։ Երբեմն Հայաստանի երկիրն է, ոչ մի քայլ ետ չեն գնալու։ Իրենք թող մտածեն, իրենք որտեղ են տեղավորվելու։ Էլ իրանք տեղ չունեն, մնալու տեղ չունեն, ասելու բան չունեն, 8 տարի խաբել են, հողերն են ազնել, ժողովրդին դրես արկել են տուգանքի մածերը։ Ուրիշ բան չունեմ։ Պարզապես որ ասվել է, որ դուք պետք է անազատության մեջ հայտնեք, հնարավոր է երկրից հեռանալ։ Բացառված է, ես իմ երկու մնալ եմ, հեռացողները թող հեռանան։ Պարոն Ծառուկյան, պարզապես ես չեմ խոչընդոտում ձեր քայլը։ Ես չեմ ասում որ խոչընդոտ, բայց սահմանափակ է, Դեմ եք խոսքի ազատությանը։ Ոչ, ես ասել եմ միակ մարդն է, որ ցանկացած հարավակի ժամանակ եղել են մարդիկ ԿՊ-ից,
ասել են քույրիկ ջան, եղբայր ջան, չեմ ասել բռնեք, տարեք, հեռացեք։ Ասեմ ասա, քննադատես, տեղին քննադատես, եթե տեղին է կընդունեմ, եթե ոչ կպատասխանեմ, ինչի մարդը ումից պետք է խուսափի, ինչի համար։ Նարեկ ջան, թողեք թող թիմին ողջունի էլի թիմին։ Որ առածից համար, Նարեկ ջան, ասա։ Դե դեպքում ինչի հարցերին չեք պատասխանում։ Դուք Որ արդին չեմ պատասխանում։ Դուք արդեն ունեք տեսնականը, թե ինչպես պետք է Չինաստանին եւ Ամերիկային համոզեք, որ Հայաստանի երաշխավորություն ապահովեն։ Եղբայր ջան, համոզելու ոչ մի խնդիր չկա, եղբայր ջան։ Ես ասում եմ, ամեն ինչն էլ կա, ծրագիրն էլ կա, պայմանավորություններ կա, թիմն էլ կա, պետք է միայն ճիշտ մոտեցում ու կարողանան կազմակերպել ապահովել մեր ժողովրդին։ Պարզապես իրանք կոնֆլիկտի մեջ են հիմա, ինչպես եք դուք իրանք Հայաստանի մի օրում կկարգավորեմ, մի օր։ Եվ վերջում Նարեկ ջան, լավ է։ վարչապետի տեխնացուի հետ կապված Եկա ժամանակը կասեմ, բան չի մնացել։ Կասեմ ապա, շնորհակալություն։